Նոյեմբերի 8-ին հարավային դարպասում կրկին տոնակատարություն էր։ Այս անգամ նշվեց Մեղրիի օրը, որը մեկնարկեց հայրենիքի համար նահատակվածների հուշաքարին ծաղիկներ խոնարելով։ Հարգանքի տուրք մատուցեցին նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պատգամավոր Դավիթ Դանիելյանը եւ այլք։ Փոքր թաղում հյուրերին սպասում էին համեղ տաղավարները, դդմի կոտապներ, ղափամա, դե իհարկե հարավին բնորոշ քաղցրահամ չրերն էին սեղանի զարդը։ Շատ ուրախ եմ, որ այս տոնախմբությունը նշվում է, Մեղրին միշտ ունեցել է իր օրը, դա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի առաջին կիրակին է, որ ավանդաբար կոչվել է կանաչ կարմիր կիրակի եւ միշտ երկու պարով է եղել, պատահական չի, որ այսօր մեր սեղանը եւս զարդարված է սպիտակ սփռոցով, մեղրեցիները ավանդաբար յուրաքանչյուր մեղրեցի իր դռան շեմին ունեցել է սպիտակ բարիկներով, սպիտակ սփռոցով եւ բարիկներով հագեցած մի սեղան, որտեղ որ հյուրասիրել է Մեղրու բարիկները եւ գինիները եւ հյութերը եւ տարբեր տեսակի աղանդերներ։ Մեղրիի տոնը շնորհավորելու էին եկել նաև այլ համայնքների ներկայացուցիչներ, տարածաշրջանի խոշոր ձեռնարկությունների ղեկավար անձինք, ովքեր բարեմաղթանքներ հղեցին հարավային քաղաքին։ Я поздравляю всех наших жителей города. Շնորհավորում եմ մեղրեցիներին։ Քաղաքն ավելի հին պատմություն ունի, քան Ագարակը, որը վերջերս տոնեց 76-ամյակը։ Մաղթում եմ, որ այդ պատմությունն էլ ավելի հարստանա եւ խաղաղություն տիրի։ Հանդիսավոր նիստի ընթացքում ներկաները լսեցին քաղաքի դարերի պատմության, հարուստ մշակութային ժառանգության եւ իրականացված ծրագրերի մասին։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը խոստացավ Մեղրին էլ ավելի բարեկեցիկ դարձնել։ Եվ որպես համայնքի ղեկավար պատրաստ եմ անելու ամեն հնարավորը Մեղրին մեր հավաքական երազանքի քաղաքը դարձնելու համար։ Համոզված եմ, որ համատեղ ուժերով, բոլորի աջակցությամբ, հաղթահարելով ցանկացած մարտահրավեր հասնելու եք մեր բոլոր նպատակներին, թող խաղաղությունն ու բարօրությունը մշտապես ուղեկցեն մեր քաղաքին, թող արևաշող Մեղրին իր շուրջն հավաքի իր բոլոր զավակներին եւ շարունակի լինել հպարտության, սիրո ու միասնության խորհրդանիշ։ Մեղրու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել Քահանա Խաչիկյանը շեշտեց, բազում փորձություններ հաղթահարելով Մեղրին կարողացել է մնալ կանգուն եւ Հայաստանի սիրտը լինել։ Թող Աստված օրհնի բոլոր այն անձանց, ովքեր իրենց ջանքն են ներդրել Մեղրիի շենացման համար, մեր խոնարհումը բոլոր այն անձանց հիշատակին, ովքեր այսօր ֆիզիկապես ներկա չեն, բայց իրենց լոման են ունեցել Մեղրիի զարգացման գործում։ Շնորհակալագրեր ստացան համայնքի զարգացման գործում ներդրում ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Պատվավոր քաղաքացու կոչման արժանացան Ժորա Միրզոյանը եւ Ներսես Խառատյանը։ 1974-ից Ես շատ պատվաստների ժողովածուներ ունեմ, որոնք վերաբերում են Մեղրիին, Ղափանից էլ կա, մարզից կա։ Ես բազմաթիվ մրցանակների եւ պարգևների եմ արժանացել, բայց այս պարգևը ես պարգև եմ համարում, ոչ միայն կոչում։ Այդ բոլոր պարգևների շարքում ես շատ ավելի բարձր եմ դասում, որտեղ տրվել է իմ երկրում, իմ ժողովրդի կողմից։ Մեղրեցիներն ակտիվորեն մասնակցեցին քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին, հարազատ ծննդավայրին մաղթելով բարեկեցություն։ Բոլոր մեղրեցիներին շնորհավորում եմ օրվա առիթով։ Հրաշք երկիրա, շնորհավորում եմ, որ ստեղ ենք ապրում, ստեղ ապրելու ենք, ստեղ էլ մնալու ենք։ Երիտասարդությունն իր ներդրումն ունենա վաղվա օրվա առիթով, որովհետև այսօրվա երիտասարդությունը համենայն դեպս իմ կարծիքով բավականին մեծ հնարավորություններ ունի, ավելի մեծ ձեռքբերումներ, ավելի մեծ նվաճումներ ունենալու եւ ավելի համապարփակ ներկայանալու համար որպես մեղրեցի։ Միշտ խաղաղ լինի ինչպես հիմա։ Մեղրին ցանկանում է միշտ այսպես ամուր կանգնի իր սահմանը պաշտպանի Հայաստանի եւ խաղաղություն մեզ։ Տոնական օրն ամփոփվեց սիրված երգիչներ Սևակ Ամրոյանի եւ Արփիի ելույթներով։ Համերգն ավարտվեց շքեղ հրավառությամբ։